Այսպես է խորհրդային Ադրբեջանում Հեյդար Ալիևի կառավարումը բնորոշում հայտնի ադրբեջանցի գրող Չինգիզ Աբդուլլայևը։ Մեր հանրապետության պայմաններում տեղական կլանասիրությունը ձեռք էր բերել հատկապես բացահայտ ու ծաղրական բնույթ։ 1970-ականների վերջին Զաղուլբայի կառավարական ամարանոցները տնօրինում էին մի քանի ազգակցական կլաններ, քանի որ գրեթե բոլոր կառավարության անդամներն ու Կենտկոմի պատասխանատու աշխատողները միմյանց հարազատ էին։ Այդպիսի շրջանաձև պաշտպանությունը դժվար էր ճեղքել։ Լավագույն դեպքում դա հաջողվում էր միայն հաջող ամուսնությամբ։ Ադրբեջանի պայմաններում սարսափելի էր հարալիսան, այսինքն որտեղից ես հարցը։ Այն բաժանում էր հասարակությանը։ Կպչուն, կեղտոտ, կաշառք բառը մենք փոխարինեցինք հարգանք բառով եւ սկսեցինք ճակերտների մեջ ասած հարգել միմյանց։ Իր հերթին բրիտանացի հայտնի հետազոտող Թոմաս Դևալը նշում է, որ Ադրբեջանի տնտեսական աճը մեծավորապես պայմանավորված է եղել այն ջերմ ընդունելությամբ, որ Բաքվում ցույց էին տալիս ԽՍՀՄ բարձրագույն ղեկավարին Լեոնիդ Բրեժնևին։ 3 անգամ այցելելով խորհրդային Ադրբեջան, նա միշտ այստեղից ստանում էր շռայլ նվերներ։ Մի այցի ընթացքում Ալիևը Բրեժնևին նվիրել է ադամանդյա մատանի, մեջտեղում մեծ քարով եւ շուրջը 15 ավելի փոքր քարերով, որոնք խորհրդանշում էին խորհրդային հանրապետությունները։ Ասում են, այս մատանիի արժեքը կազմում էր 226 000 ռուբլի։